Սիրելի աշակերտներ, այս տեսադասով ականատես կլինենք շատ հետաքրքիր պայքարի՝ նավակը զինվորի դեմ։ Նավակն իհարկե ավելի ուժեղ է, քան զինվորը, սակայն երբ զինվորը անցունակ է և մոտենում է փոխարկման դաշտին, այստեղ պայքարը ձեռք է բերում ավելի սուր բնույթ։ Այս պարագայում, որպեսզի զինվորը չփոխարկվի, նավակը կարող է նրան գրոհել։ Այժմ հարձակվել է զինվորի վրա և հսկում է փոխարկման դաշտը։ Զինվորը չի կարող փոխարկվել, նավակը նրան կվերցնի։ Սակայն սևերը կարող են այստեղ համագործակցել, արքան օգնի իր զինվորիկին, մոտենա, որպեսզի պաշտպանի նրան և հսկման տակ պահի փոխարկման դաշտը։ Եվ սպառնալիքը շարունակում է մնալ, հաջորդ քայլով զինվորը սպառնում է փոխարկվել թագուհու և իրեն փոխանակել նավակի հետ, որպեսզի խաղը հասցնենք ոչ ոքի արդյունքի։ Բայց սպիտակ նավակը նույնպես միայնակ չէ, նրան կարող է օգնել իր արքան։ Եվ եթե սպիտակները հաջողությամբ համագործակցեն նավակը արքայի հետ, արքան կմոտենա, որպեսզի զինվորի վրա ունենան երկու հարված, ինչպես նաև փոխարկման դաշտի վրա ունենան երկու հարված։ Հիմա եթե սև զինվորը փոխարկվեց թագուհու, մենք արդեն գիտենք, որ ունենք երկու հարված, սպիտակները կարող են նրան շահել։ Այսպիսով խաղը կհասցնեն հաղթանակի։ Ուրեմն, այս համառ հակամարտության մեջ հաջողության կհասնի այն կողմը, որը լավագույն կերպ կհամագործակցի արքան նավակի հետ, որպեսզի կորզեն հաղթանակ, թե արքան զինվորի հետ, որպեսզի թույլ չտան իրենց պարտությունը և խաղը հասցնեն ոչ ոքի արդյունքի։ Այսինքն շատ կարևոր են միացյալ ուժերը թե մեկ կողմի, թե մյուս կողմի համար։ Եվս մեկ օրինակ, որտեղ, ինչպես տեսնում ենք, սպիտակների արքան հեռու է գտնվում մրցակցի զինվորից, որը շտապելու է փոխարկման և նրան օգնելու է իր արքան, որպես աջակցություն։ Եվ որպեսզի այս օգնությունը փոխադարձ չլինի, սպիտակները նավակը այստեղ կարող է կատարել ուժեղ քայլ և զրկել նրանց այդ համագործակցությունից, որպեսզի արքան չմոտենա և իր զինվորին չօգնի։ Եթե մենք պարզապես հարձակվենք զինվորի վրա, տեսեք, սա ճիշտ քայլ չէր, արքան կարող է մոտենալ և պաշտպանել իր զինվորին։ Հետագայում միացյալ ուժերով նրանք կարող են շարժվել առաջ։ Հիշեցնեմ, սպիտակ արքան շատ հեռու է և չի կարող օգնել իր նավակին, ահա իրադարձությունները այստեղ են զարգանում։ Այդ պատճառով մրցակցին մենք նավակեփինք քայլով զրկեցինք մեկը մյուսին օգնելու հնարավորությունից, զինվորը մնաց միայնակ։ Եվ եթե նա շարժվի առաջ, այժմ մենք արդեն, այո, կարող ենք հարձակվել զինվորի վրա, քանի որ արքան շատ հեռու է, արքան չի կարող հասցնել նրան պաշտպանել, մենք զինվորին կվերցնենք։ Ուրեմն հարձակվեցինք զինվորի վրա հորիզոնականից, և եթե զինվորը շարունակի փախուստը, այստեղ կրկնակի հարվածով շահ և հաջորդ քայլով կվերցնենք զինվորը։ Նույնիսկ եթե կրկնակի հարված չլիներ, մենք գիտենք, որ զինվորներին հիմնականում գրոհում են թիկունքից, ահա այսպես։ Զինվորը արդեն չի կարող փոխարկվել։ Ուրեմն, նավակեփինք քայլը ուներ այն միտումը, որպեսզի թույլ չտանք մրցակիցը մեկը մյուսին օգնի։ Եվս մեկ օրինակ, շատ հետաքրքիր, ինչպես տեսնում ենք, այստեղ սև արքան մոտ է մրցակցի զինվորին և միացյալ ուժերով պատրաստ է նրան հարվածել։ Տեսեք, եթե մենք զինվորով շարժվենք առաջ, խնդրեմ, սա ճիշտ քայլ չէր, այն կբերի պարտության, քանի որ սև արքան կմոտենա, այժմ զինվորը չի կարող շարժվել առաջ, քանի որ սև նավակը նրան կհարվածի, փաստորեն պետք է զինվորին իր արքայի օգնությունը, համագործակցությունը, արքա Եվեց, այժմ զինվորը կարող է շարժվել առաջ, քանի որ արքան նրան պաշտպանում է, բայց սևերը նույնպես համագործակցում են, նավակին օգնության է հասնում իր արքան, որպեսզի միացյալ ուժերով հարվածեն։ Արքա C5, այժմ սպառնում են հարվածել, սպիտակները դեռևս կարող են շարժվել առաջ, բայց հերթական արքայի քայլով, արքա C6, նորից մենք ունենք երկու հարված զինվորի վրա,
Եվ զինվորը արդեն չի կարող շարժվել առաջ, նավակը նրան կվերցնի։ Պետք է իր արքայի աջակցությունը, սակայն քայլն արդեն Սևերինն է, և մենք կարող ենք շահել զինվոր։ Այսպիսով կհասնենք հաղթանակի։ Ուրեմն, նման պարագայում զինվորով քայլելը կբերի պարտության, իսկ ինչպես անենք, որ Սև արքան չմոտենա և չօգնի, չաջակցի իր նավակին։ Այստեղ կա շատ հետաքրքիր քայլ, մենք պետք է մեր արքայով թույլ չտանք, որ մրցակցի արքան մոտենա մեր զինվորին։ Շախմատում սա կոչվում է, և ոչ միայն շախմատում, սա կոչվում է ուսով հրում։ Ահա, խնդրեմ, տեսեք, մեկ արքան թույլ չի տալիս, որ մյուս արքան մոտենա իր զինվորիկին։ Խնդրեմ, ուսով թույլ չի տալիս, տեսեք, ուսով հրում է։ Մենք շրջանցում ենք զինվորը արքադևեց, և երբ մոտենա Սևերի արքան, մենք մեր արքայի ներկայությամբ արքացևեց թույլ չենք տալիս, որ Սև արքան շարունակի մոտեցումը, որպեսզի չօգնի իր նավակին, չաջակցի։ Ահա և ուսով հրումը, խնդրեմ։ Սպիտակ արքան իր ներկայությամբ, իր ուսերով թույլ չի տալիս, որ Սև արքան մոտենա իր զինվորիկին։ Ահա և ամբողջ ուսով հրումը։ Խնդրեմ, հաջորդ քայլով զինվորը կարող է շարժվել առաջ։ Եթե սևերը հայտարարեն շախ, այստեղ կարևոր է շարունակել ուսով հրել։ Եթե մենք շարժվենք և ծածկենք մեր զինվորի ճանապարհը, սևերը արդեն կմոտենան և կհասնեն հաջողության։ Ոչ, մենք շարունակում ենք այնպիսի քայլեր կատարել, որպեսզի մեր ուսերով, արքան իր ուսերով թույլ չտա, որ Սև արքան մոտենա։ Նորից զինվորը գրոհելուն պես վերադառնում ենք և պաշտպանում մեր զինվորին։ Սա արդեն ոչ ոքի արդյունք է։ Հիմա եթե սևերը փորձեն կրկնակի ուժերով գրոհել զինվորին, զինվորը կշարժվի առաջ և նորից նավակը մնաց միայնակ։ Մեր արքան իր ուսերով թույլ չի տալիս, որ Սև արքան մոտենա։ Եվ սա արդեն ոչ ոքի արդյունք է։ Քանի որ սևերը ի վերջո ստիպված պետք է իրենց նավակը փոխեն մեր զինվորի հետ, այլապես նա կփոխարկվեր թագուհու։ Իսկ հիմա անցնենք վարժություն տետրերի մեր առաջադրանքներին, նավակը զինվորի դեմ։ Տրամագիր 1-ում մեզ խնդրում են գտնել ինչպես կավարտվի խաղը, եթե քայլը լինի առաջին դեպքում սպիտակներինը։ Եկեք փորձենք։ Սպիտակները կարող են շարժել իրենց զինվորն առաջ, առաջին քայլով D5 դևեց, և սևերը Սև արքան կփորձի հասնել աջակցության իր նավակին։ Արքա H3-ը G4։ Նորից սպիտակները շարժում են առաջ, երկրորդ քայլով D6 D7, սևերը փորձում են արքայով հասնել։ Արքա G4-ը F5։ Հիմա զինվորը չի կարող փոխարկվել, քանի որ անպաշտպան է, նավակը կհարվածի։ Հարկավոր է իր արքայի աջակցությունը, տեսեք, մեկը մյուսին օգնում են։ Երրորդ քայլով արքա C6-ը C7, որպեսզի պաշտպանի փոխարկման դաշտը։ Սև արքան մոտենալու է։ Արքա F6-ը, նեղություն, F5-ը E6, այժմ պատրաստ են երկու հոգով հարվածել, բայց քայլը սպիտակներինն է, և սպիտակ զինվորը կփոխարկվի թագուհու, այժմ ունեն սպիտակները առավելություն, և որպեսզի չպարտվեն, սևերը ստիպված պետք է իրենց նավակը փոխեն թագուհու հետ։ Նավակը վերցնում է D8, արքան է վերցնում D8, և սա ոչ ոքի է։ Ուրեմն, երբ քայլը սպիտակներինն էր, սպիտակները հասցրեցին զինվորը փոխարկել, և խաղը ավարտվեց ոչ ոքի արդյունքով։ Սա կեսմիավորի նշանն է, հավանաբար մաթեմատիկայից մենք անցել ենք 4-րդ դասարանում։ Ոչ ոքի։ Հիմա տեսնենք ինչպես կավարտվի խաղը, եթե քայլը լիներ սևերինը։ Վերադառնանք։ Այժմ քայլը սևերինն է, և նորից նավակին պետք է արքայի աջակցությունը, և արքան շտապում է առաջ։ Առաջին քայլով նախ նշենք քայլ համար 1, դնենք բազմակետ, սրանով ցույց տալով, որ մենք գրանցում ենք սևերի քայլը, և գրենք Սև արքայի քայլը։ Արքա H3-ը G4, ահա այս քայլը։
Սպիտակ զինվորը շարժվելու է փոխարկման, հաջորդ քայլով D5 D6, սև արքան փորձելու է նրան հասնել, արքաժ 4 F5, զինվորը շարժվելու է փոխարկման, երրորդ քայլով D6 D7, և արքան մոտեցավ, արքա F5-ը E6, այժմ տեսեք ունենք երկու հարված, և զինվորը չի կարող փոխարկվել, քանի որ անպաշտպան է, գուցե փորձեն սպիտակները արքայով պաշտպանել փոխարկման դաշտը, չորրորդ քայլով արքա C6 C7, բայց քայլը սևերինն է և սպիտակները չհասցրեցին զինվորը փոխարկել, նավակ D1-ը վերցնում է D7, դա տեղի ունեցավ շախով, դրեցինք շախի նշանը, և իհարկե այստեղ սևերն արդեն կհաղթեն ունենալով մի ամբողջ նավակի առավելություն, փաստորեն եթե քայլը սևերինն է, սևերը հասցրեցին և վերցրեցին զինվորին, այսպիսով կհաղթեն 0-1, նշանակում է հաղթեցին սևերը։ Շարունակում ենք տրամագիր 2-ում, քայլը սպիտակներին է, փորձենք հաղթել։ Սա այն դեպքն էր, երբ մենք պետք է թույլ չտանք, որ մրցակցի արքան օգնի իր զինվորին, թույլ չտանք, որ մոտենա, նավակ G1-ը E5, և մենք թույլ չենք տալիս, որ սև արքան մոտենա, այսպիսով առաջին քայլով նավակ G1 E5։ Մենք արդեն գիտենք, եթե զինվորը շարժվեց առաջ, մենք կարող ենք նրան գրոհել հորիզոնականով, քանի որ զինվորը շատ հեռացավ իր արքայից և արքան չի կարող պաշտպանել, և հաջորդ քայլով գրոհել թիկունքից, այն էլ այս դեպքում շախով, կրկնակի հարվածով։ Իսկ ինչ եթե այս քայլից հետո օրինակ սևերը հասկանան, որ զինվորով շարժվելը ճիշտ չէ, մոտենան արքայով և սպառնան մեր նավակին, ենթադրենք այսպես։ Արքա G6 F6, պարզապես նավակով փոքր ինչ հեռանում ենք, նավակ E5 D5, ինչու չենք շատ հեռանում, բանը նրանումն է, որ արքան այլևս չի կարող գրոհել մեր նավակին, քանի որ նորից նա հեռացավ իր զինվորից, և մենք գիտենք, որ զինվորներին գրոհում ենք թիկունքից, խնդրեմ, այժմ արքան չի կարող մոտենալ և օգնել իր զինվորին, մենք զինվորին կվերցնենք։ Այդ պատճառով արքայի այս սպառնալիքին մենք կարող ենք նաև մեկ վանդակ հեռանալ, ահա այսպես։ Եվ այն դեպքում, երբ զինվորը շարժվի առաջ, մենք արդեն գիտենք, ենթադրենք G4 G3, սա տարբերակներից մեկն է, այստեղ տարբերակներ շատ կան, կարևորը հասկանալն է սկզբունքները։ Հիշում ենք, մենք հորիզոնականով ենք գրոհում զինվորին, նավակ D5 D3, ահա այս քայլը, սպառնում ենք վերցնել զինվորը, այժմ նա արքայից հեռու է և արքան չի կարող նրան պաշտպանել, զինվորը դիմելու է հավանաբար փախուստի G3 G2, բայց մենք նրան թիկունքից կգրոհենք, նավակ D3-ը G3, և հաջորդ քայլով կվերցնենք զինվորը և կհասնենք հաղթանակի։ Շարունակում ենք դաս 15 տրամագիր 1 և գտնենք այստեղ սպիտակների կողմից ոչ ոքի տանող ճանապարհը։ Նորից, որպեսզի սև արքան չմոտենա և նավակի հետ միացյալ ուժերով չհարվածեն մեր զինվորին, մենք նախ արքայով բացում ենք զինվորի ճանապարհը, որպեսզի նա շարժվի առաջ դեպի փոխարկում, բացի այդ ուսով հրում ենք սև արքային, ուսով հրում ենք, որ արքան չմոտենա մեր զինվորի կին։ Ուրեմն առաջին քայլով այդպես էլ գրում ենք արքա F6-ը E6, խնդրեմ, այո, սևերը կարող են մոտենալ և փորձել չորրորդ հորիզոնականից, ահա այսպես միացյալ ուժերով գրոհել զինվորին, բայց մենք արդեն նշել ենք, որ զինվորի ճանապարհը բացել ենք, և զինվորիկը կարող է քայլել առաջ և հայտնվել իր արքայի պաշտպանության շրջանակներում, տեսեք նավակը մնաց միայնակ, և սև արքան չի կարող մոտենալ, նորից հիշենք ուսով հրումը։ Այն պարագայում, երբ սևերը փորձեն ենթադրենք նավակով հայտարարել շախ, նավակ F1-ը E1 շախ, հիշենք, որ չենք փակում զինվորի ճանապարհը, այս դեպքում նախ զինվորի ճանապարհը փակվեց, բացի այդ մենք թույլ տվեցինք, որ սև արքան մոտենա, տեսեք այլևս չենք հրում ուսով, ոչ, մենք շարունակում ենք ուսով հրելը և բաց ենք պահում մեր զինվորի ճանապարհը,
Ուրեմն, նավակ ե1 շախից հետո այստեղ շատ կարևոր է արքայով հեռանալ D6, որպեսզի թույլ չտանք սև արքայի ներխուժումը։ Սա այն դեպքն էր, երբ սպիտակ արքան ու զինվորը հաջողությամբ համագործակցեցին, տեսեք, նրանք ուրախ են, մինչդեռ սևերը չհասան հաջողության։ Եվ վերջին երկրորդ տրամագրում, այս դեպքում արդեն խաղում ենք սևերով, նույնպես գտնենք ոչ ոքի տանող ուղին։ Նորից, եթե մենք զինվորով շտապենք փոխարկման, սպիտակները մեզ կարող են սև զինվորին կարող են բռնել, տեսեք, միացյալ ուժերով հարվածեցին, սևերը չեն հասցնի, այդ պատճառով փորձենք ուսով հրել սպիտակ արքային, այսպիսով արքա F4-ը E3, որպեսզի սպիտակ արքան և նավակը չկարողանան միասին համագործակցել, միացյալ ուժերով չկարողանան հարձակվել մեր զինվորի վրա։ Քայլ համար 1 բազմակետ, քանի որ խաղում ենք սևերով, և գրեցինք մեր առաջին քայլը, արքա F4-ը E3։ Սպիտակները մոտենալու են արքայով, որպեսզի սպառնան մեր զինվորին, հիշեցնեմ, նավակի հետ միասին։ Բայց մենք թույլ չենք տալիս, որ արքան մուտք գործի չորրորդ հորիզոնական։ Արքա E3-ը D3, ահա և ուսով հրումը, տեսեք, չի կարող մոտենալ։ Կարող է անկյունագծով գրոհել զինվորին, բայց զինվորի ճանապարհը արդեն բաց է, և նա կշտապի իր արքայի օգնությամբ փոխարկման։ Սպիտակ արքան չի կարող խոչընդոտել, միջամտել։ Այդ պատճառով, ահա արքա D3, ուսով հրում։ Նորից, եթե մեզ հայտարարում են շախ, նավակ G8 D8 շախ, մենք չենք փակում զինվորի ճանապարհը, մենք շարունակում ենք ուսով հրել սպիտակ արքային, որ նա չփորձի մոտենալ մեր զինվորին։ Այո, կարող է մոտենալ, բայց զինվորն այդ դեպքում շարժվում է առաջ։ Գուցե հետագայում իր արքայի միջոցով անցնի փոխարկման։ Ուրեմն, նավակի այս շախից հետո մենք արքայով քայլում ենք C3, արքա D3-ը C3, սա ոչ ոքի տանող հենց այդ ուղին է։ Այս օրինակում, ինչպես տեսնում ենք, սև զինվորը ցանկանում էր անցնել փոխարկման և դառնալ թագուհի, նրան հանդիմանում են սպիտակ նավակն ու արքան, բայց սև արքան պաշտպանում է իր զինվորի կին ուսով հրելով, և տեսեք, ահա այսպիսի պայքար է ընթանում շախմատային մոլորակում։ Շնորհակալություն մասնակցության համար, ցտեսություն։